Բարև ձեզ հայր ջան։ Այսօր ամսու 27-ին, այսինքն սերեկ արդեն ջհուդների պսևդո խալակոսներ։ Չի եղել խալակոս, դրա մասին շատ եմ խոսած ժողովուրդ ջան։ Քանի որ վիդեոները սաղ չնչում են, փորձեմ այսքան ժամանակ նորից խոսամ դրա մասին։ Հիմա ուզում եմ բոլորին տեղյակ պահել, որ Գուրգեն Յանիկյանը երբ որ վրեժխնդիր լուծեց, երկու թուրք դեսպան սպանեց, ինքը սպանել է հունվարի 27-ին։ Գուրգեն Յանիկյան շատ լավ գիտեր, ով է հայոց եղեռնու հեղինակը։ Պետք է ասեմ իմանաք ժողովուրդ ջան։ Հիմա խոսամ մեր եկեղեցու դեմ ելածների մասին և արդեն պատիժների շղթայի մասին ժողովուրդ ջան։ Այո, հիմա ձեզ սկզբից մի բան կպատմեմ, նոր կանցնեմ ապացույցների ժողովուրդ ջան։ Ուրեմն պատմել եմ, ասել եմ, մորական տատուս, չնայած 4 կողմը հոգևոր են եղել, բայց պատմում եմ տատուս պատմածը։ Տատուս պապերը 7 պորտ եղել են հոգևորականներ, ժողովուրդ ջան։ Իրանց ռելիկվիաները Սուրբ Էջմիածինում են, թանգարանում են, հանձնված այնտեղ են։ Երբ որ փոքր էի, տատս պատմում էր, որ ասեմ ձեզի Շիրակի մարզի Խուգասյան գյուղի, Խազանչի գյուղի հոգևորներն են եղել, իրան պապերը։ Ուրեմն մինչև 15 թիվը, մինչև եղեռնու կատարված պատմություն եմ պատմում, որ կիրակի օրով դերդերը ելելա, որ տոնական իրան պատարակի փարչից, ոսկե ասեղնագործած փարչից հագուստը հոգևորական հագնի, որ պատարակը կատարի, տեսնում են հագուստը չկա։ Ոչ եկեղեցում, ոչ տանը, ամբողջ գյուղով մեկ ման են գալիս, պատարակի հագուստը ամբողջ գյուղով մեկ չկար։ Տարօրինակ էր, բայց գյուղով մեկ ման են եկել դերդերի հագուստը չկար, ժողովուրդ ջան։ Դերդերը ստիպված սև հագուստով պատարակը անցկացրել։ Գիտեք, 100 տարի առաջ ոչ ասֆալտ ա եղել, ոչ բան։ Տատս պատմում է սաղ գիշեր սելավ անձրև ա եկել։ Լուսադեմ դուռը ջարդում են։ Գորալով, խնդրելով, լացելով, պաղատելով, խնդրում ենք դուռը բացեք, թուրքը։ Դերդերն ելնում է դուռը բացում է, տեսնում է անձրևի տակ ցեխերի մեջ, չոքած, թուրքը, լացում, ասում է, որ երբ որ իմ աղջիկս ծնվեց, ես Ալլահի մոտ երդվել եմ, որ իմ աղջիկա հարսանիքի շորը կլնի հայոց դերդերի ոսկե փարչայից հագուստ կունենա ինքը։ Ես եմ եկել գողացել եմ քո հագուստը ու տարել եմ
հենց սկսել են կտրել, որ շոր կարեն աղջիկան հարսանիքին, իրանք էլ ուրախանան, աղջիկը գժվում է, ժողովուրդ ջան, ասում է այդ պայից վերցրել եմ այդ կտրտած հագուստը, ախուրյան գետը անցել եմ, 7 օր չոկած եմ գալիս, ցեխերով, չոկած, ներիր ինձի, որ աղջիկս խելքի գա, ժողովուրդ ջան, ես լիքը այդենց պատմությունների վրա եմ մեծացել, ես գիտեմ կյանքի օրենքը, ես գիտեմ Աստծո զորությունը, ես ոչ թե ինչ-որ հիպոթետիկ հավատում եմ, որ Աստվածը կա, ես գիտեմ, որ Աստվածը կա, նաև շուտվանից խոսում ենք նրա մասին, որ 100 տարուց ի վեր, դրա մասին Հացպանյանն էլ է խոսացել, դրա մասին տատուս հորողբորթորը գիրք է գրել, Վարդգես Միքայելյանը, Խազանչի գյուղում է հենց ծնվել, որ 100 տարուց ի վեր ջվուտները սուտ հայ, սուտ քրիստոնյա գրվելով մտել են մեր եկեղեցի։ Այն ինչ որ հիմա կատարվում է, ժողովուրդ ջան, թլպատված թուրք, Նիկոլ Զադեն, որ անգամ կես ժամ չի թողել թուրքի հրահանգի, որ գոյնե կես ժամ անցնի, որ մարդիկ չհասկանան, որ թուրքի հրահանգ է կատարում, ապալ-թապալ թևերը քշտելով անցավ մեր հայ առաքելական եկեղեցին գրոհելու։ Իհարկե նպատակն եղել այս սկզբանե, հենց հեղափոխություն արեցին, անցան նոր Հայաստան, նոր Հայրապետ, շարժումների, չանցավ այդ խաղերը, ժողովուրդ ջան։ Հիմա իբր թե եկեղեցի են մաքրում, բայց եկեղեցին իրոք մաքրվում է, ժողովուրդ ջան։ Դիմել էի վեհապարին, որ վեհապար տեր, լայվերով, թլպատվածներին, հոգևորներին կայնը ծրաշիրեն գա, թլպատվածներին հրահանգ տուր թող Միքայել Արաչկան, չէ որ ծառայության մեջ են, չէ որ մեր տղեկը գնում են բանակ, անցնում են մեդկոմիսիա։ Շատ լավ գիտենք, որ Իովայի վգաներին հատուկ սարքել են, որ բանակ չեն տանում, թուրքաջվուտներ, հայախոսներ գնում են, գրվում են Իովայի վգաներ, իրանք մտնում են քաղաքականության մեջ, աճեցնում են, բերին մեր գլխին, ղեկավար նստացրին։ Մեր տղեկներին էլ տանում են մեդկոմիսիա, պատերազմի դաշտ ու դեմ են տալիս բայրակտարներով կարդինատներ էռատոն գնանց տվեց, վերևից էլ բայրակտարները խփեցին։ Հիմա ժողովուրդ ջան, եկեղեցին իրականությամբ մաքրվում է, թլպատվածները, որ իրանց պապերով, բանով սկսել են մտնել մեր եկեղեցին, եկել են հասել են իրանց ամենասենց երջանիկ պահին, որ հիմա պիտի հայ առաքելական եկեղեցին կուլ տան, մեր հավատքը, մեր Աստծուն, մեր Քրիստոսին։ Թլպատվածներով ժողովուրդ ջան, ելնում են ջրի երես, գրել եմ ես, եկեղեցին մաքրվում է, իրանք եկեղեցին մաքրում են, բայց իրանցից են հենց մաքրում մեր եկեղեցին, համբերեք ժողովուրդ ջան, համբերությունը հենց այս հարցերի համար Աստվածն ասել, որ
համբերությունն է պետք ունենալ։ Չի ասում նսեմացնեն, սպանեն, դու համբերի։ Չէ, հարցեր կան, որ խելացի պիտի լինենք եւ համբերենք։ Գիտեք, վեհապարի քրոջ տղուն ձերբակալել են Արշակին։ 1000-ի ցեղ փորձեցին լցնել վրեն, որ լկտիություն անում, բանայնում, քերու կնիկ, չգիտեմ ինչ իրանք անում են, դա մեր հայ հոգևորների վրա են փորձում գծել, ասեն նայեք հայ առաքելական եկեղեցին, ուզում են բերեն Վատիկանին հասցնեն, ստորացնեն, չի ստացվում։ Հերս ասում էր աղջիկս, չորքակ մարդու փեշին չկպնի։ Այնց որ հանգիստ եղեք ժողովուրդ ջան։ Լսեք հիմա Եղերնու Ծիծեռնակաբերդի մոտ Արշակի Իմիջայլոց մարդիկ խոսացին, որ Արշակ Սրբազանը Իսրայելում կովերի այգիում, որ եկել են, լցվել են ջվուդներով, որ ուզեցել են ստորացնեն մեր եկեղեցին, մենագով այդ շակալների ողմակը խաչը ձեռը լարելը։ Հիմա ասում եմ դուք լսեք Արշակ Սրբազանի ելույթը ապրիլի 23-ի գիշերվա 4-ին։ Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիցիալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ։ Ով խարխրում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարգից և ընտանեկան ջերմությունից։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիցյալ և աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։ Ամեն։ Լսեցիք, չէ, ժողովուրդ ջան։ Այս ամենը ասվեց հենց իրանց։ Թաքնված, թլպատված թուրքաջվուդներին։ Ժողովուրդ ջան, ընտանիքի մասին խոսածողը ոնց կարա ինձ կներեք լկտիություն անի, էնել քերու կնկա հետ։ Հասկացաք, այս ամեն ինչը ինչ ասելա իննադուն հակառակը փորձեցին գլխին սարքել, չստացվեց։ Ասեց, որ անիծյալ կլինեն։ Դուք գիտեք, Արշակ Սրբազանը պատահական բառեր ասեց, ոչ ժողովուրդ ջան, ինքը գիտի, ամբողջ տնով, տեղով, ընտանիքով եկեղեցու մեջ են, դա կատակ չի։ Հիմա լսեք ինչերա կատարվում։ Այս կեղդի բոչկեն, այս, հիմա ցույց տամ ձեզի, այս, նայեք, այսի, դոդդվան է մեր երկրի, ինձ կներեք, տնական ձևով պիտի ասեմ, կերի չի քագե, ինչ կարողացել է զղտգվել է, նայեք, ջվուդ շունը, եթե չեմ սխալվում, էսի ասեմ, ես զինվոր պետք չի, մեզ գլուխներ է պետք,
հասկացաք, մեր տղեկների գլուխներ ուդելու ծրագրի մասին է խոսած։ Ուրեմն կարդում ենք ինչա սկզբից ինքը մի քանի ամիս առաջ գրել էի։ Պատասխանը գրել է ասու պատիժն են ընձես ստանալու, ինքը գիտի, որ լենքին տվելա, ինքնա որ կա։ Ուրեմն նայեք ինչեր գրե։ Մարդիկ կոմենտներով հիշեցնում են։ Ես էլ պատասխանատու հայտարարություն եմ անում։ Այս կերի չի քակելն է գրել։ Ես էլ պատասխանատու հայտարարություն եմ անում։ Ես Սուրբ Կույս Հռիփսիմեն եմ։ Բա ինքը պատասխանատու հայտարարություն է արել, որ ինքը Սուրբ Կույս Հռիփսիմեն է, իմ որդու հայրն էլ Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Հասկացաք, լկտիության աստիճանը ժողովուրդ ջան։ Մարդիկ գրել են, կոմենտ գրողը գրել է, ինչպես ասել է Միքայել հրեշտակապետը, Տերը թող քեզ սաստի։ Սաստեց ժողովուրդ ջան։ Կարդում ենք։ Հռիփսիմեն Հունանյանի իգնազգացողությունը վատացել է, ծանր է տանում, հրապարակն է գրում։ Հրապարակ թերթը գրում է, ՔՊԱ-ական պատգամավորի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմեն Հունանյանը, նիմնոգը նիմալը, Հռիփսիմեն Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից և հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց հրաժարվեց, թեև նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել։ Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչության դատապետվել է իր սկանդալային հայտարարությունների համար։ Մեզ զինվոր պետք չի, մեզ գլուխները պետք։ Դուք գիտեք ինչ ասենք ժողովուրդ, ինչ են փետրել։ Իրանց իրական գործողության մասին է խոսացել, Աստվածը խոսծրել է։ Նա երեկ առավոտվանից փակվել է իր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին իգնազգացողություն այդքան է վատացել, որ գործընկերների պատմելով շտապ օգնության բրիգադ է կանչվել խորհրդարան։ Ասացին, որ տեսական ժամանակ խելքի չի եկել, բա իրան դրել է Հռիփսիմե կույսի տեղ։ Դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ազգային ժողովի կառավարության հարցը։ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի պաշտոնում այս մի քանի ամիս մինչև խորհրդարանի արձակումը երեք անորոշ էր։ Որոշեց, որ ինքը որ մենց այս կան, արդեն ինքը մարդ է դարձել, գիտի քաշով էր ինքը դարձել մարդ, որոշեց սուրպերին ծեր առնել, աշխարհով մեկ եղավ ժողովուրդ ջան, դեռ սանոր է սկսվում, ուրեմն սուրպերին ծեր առնելու մասին, դա ԿԳԲ-ով փակված թեմա էր,
ով գիտեր դրա մասին, այդ մարդկանց սաղին սպանել են։ Ուրեմն հանրակացարանում մի աղջիկա ծնունդը ուսանողին որոշում է ընկերներին կանչել ծնունդ են գալիս։ Սիրած տղու անունը եղել է Նիկոլայ։ Կռվել են, Նիկոլայը չի եկել ծնունդին։ Երեխեքը հարցրել են ընկերները, բա Նիկոլայ նուրա, վերցրել է Նիկոլայ Չուդատվորիցի նկարը պատից, փաթաթվել է, սկսել է պարել, ասել է не тот, так этот Николай будет со мной танцевать։ Ու քարացել է, ժողովուրդ լուրջ բան են պատմում, իրականություն։ Քարացել է։ Սկորի են կանչում, բան են անում, քարացել է։ Տեղի չեն կարողացել շարժել։ Տեսնում են ճարչկա տապորներով պարկետն է քանդում, որ իրան գոյնե պարկացնեն կառավատին։ Բժիշկները, որ եկել են, ուզեցել են սրսկել, շպրիցները ջարդվել են։ Մերը գյուղից եկել է, հասել է, գնացել է իրանց ամենագլխավոր, երևի միտրապոլիտնա ով է, չգիտեմ, որ աղոթեն իրան աղջիկը խելքի գա, ներեն իրան։ Ասել է ես իրավասու չեմ։ Ում որ նեղացրել է, նա պիտի ների։ Մերը գալիս է չոքում աղոթում է Նիկոլայ Չուդատվորիցից, ներողություն է խնդրում։ Ու նկարի միջի մարդուն ինքը տեսնում է, որ եկավ տան մեջ, 3 անգամ պտտվեց, աղջիկը խելքի եկավ, բայց 7 օր հիվանդանոցում պարկավ, ասելով, որ верьте, люди, Бог есть, это цель мернума. Верьте, люди, Бог есть, это цель мернума. Ինքը ասել է, որ Բոգ есть, բայց 7 օր տրվել է, որ հասկանա, որ պիտի ներողություն խնդրի, ինքը չի հասկացել, մերն է ներողություն խնդրել, բայց ինքը չխնդրեց, մենակ ասել է, որ կա Աստված, հասկացել է, որ պատիժվել է, բայց через покаяние приходят к искуплению грехов. Հիմա ես քակի բոչկեն դեր շատ պիտի պատիժվի, չոպ պիտի դառնա, ինչից է խաբար։ Հիմա էլ ինչա կատարվում։ Այս եզին տեսնում եք, Немного ни мало, լորու մարզում, միլպեդի տեղակալ կարծեմ, հա։ Միլպեդի տեղակալ, ընդդիմադիր պատգամավորների և հոգևորականների նկատմամբ իրեն անպարկեշ պահած այս ոստիկանը, Զաքարյան Արտուրը, վերջերս ավտովտարի է ենթարկվել, ստանալով լուրջ վնասվածքներ։ Երբ տեսակցության են այցելել, ասել է, Աստվածն է ինձ պատիժել։ Մարդիկ ասում են անգամ անուն ազգանունը գրել չգիտի։ Բայց պաշտոնը տվեցին, գրել չգիտի։ Պաշտոնը տվեցին։ Ոստիկանապետի տեղակալ, եթե ոչ թե ոստիկանապետ, բա մեր տղեկներին ով բռնում տանում լցնում բերտերը, դուք գիտեք բերտում ջվուտ կա նստած,
Սաղ մեր հայերն են ժողովուրդ։ Լցնում է բերտեր կամ պատերազմի դաշտ արավ սպանեց կամ լցնում է բերտեր։ Բա անուն ազգանուն գրել չգիտի, օրենք չգիտի, բայց տղեկներին բռնում են։ Աշխատավարձները բարձր ծրել է քիչ է ամեն բռնված տղու համար 500,000 դրամ պրեմիա են ստանում։ Բա անգրագետ պիտի լինի, որ ստորություն անի։ Բա թուրք ու ջվուտ պիտի լինի, որ ստորություն տղեկների գլխների սարքեն, տանեն, լցնեն այնտեղ։ Գիտեք քանի իգնասպան են, իբր թե իգնասպան եղե։ Բերտում, Սիզոյում, որ այտենց թվանիշ չի էլ եղե, 25 հոգի մի տարվա մեջ։ Պատիժներա, որ ստանում են ժողովուրդ ջան, մենագինքը չի, կարդում եմ հիմա, ուշադիր լսեք։ Այոց ներկա Ուրեմն ով որ Թալինի քաղաքապետին օգնելա հերս ատկելա Պարզվեց 37 թվին այդ սատկողի պապը եղելա գործ տվող։ Պատիժվելա երկու ոտը կտրել են, ամպուտացիայի է ենթարկվել, սատկելա, տարի թաղել են, առավոտ գնացել են իգնահողին, շները հոշոտել են, դիագը տարել են, փրտիկ են արել, չկա։ Այսենց պատիժվում են, ցեղական, բա որ ասում եմ 100 տարուց ի վեր, թուրքաջվուտները հայերենը սովորել են, տառականի նման ցրտվել են, հիմա են 37 թվին մեր հոգևորներին, մեր ընդհանրապես հայերին, ջվուտները փուրը տալով KGB-ի պատվալները սպանելով, եկել են իրանց նպատակին հասնեն, իրանց թորները, մեր եկեղեցին ոչնչացնեն, վերջապես ուրախանան, շատ չեղավ, ուրեմն այդտեղ նաև, եսա մի րոպե, հերթով պատիժվելով գալիս են ժողովուրդ։ Բելեն, իպատիվա փորձում են այդտեղ ինչ-որ շուջուղ ծախողել կա, պատիժվել են, սրան տեսնում եք, այս, մեր եկեղեցու հաշվին, ապրողը, տուն ու տեղը եկեղեցուց ստացած, Աստված էր կանչում վեհապարի համար, Նիկոլին անվանում էր էշ, հանգարցակի, էշը դարձավ սուրբ, ելավ եկեղեցու տեղ, վեհապարի համար Աստված էր կանչում, վեհապար դարձավ թշնամին հայոց։ Հետաքրքիր է, վեհապարն ինչ է իրանց ասելա, հայերին ասեք, որ Աստված չկա, հայերին ասեք, որ հավատք չկա, վեհապարի գործնեության մեջ ինչ է մտնում, ինչն է խախտել, որ երեխեքներին փողոց չի թողե, նայեք, դնում եմ կոմիտաս
ամենայն հայոց ներկա հայրապետ Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ եղած ժամանակ նա կարողացավ նախկին պիոներ պալատները վերցնելով մի քանիս անշուշտ ոչ ամբողջը դարձնել հայորդյաց տներ իմ մտի ունենալով այն հանգամանքը, որ այդ 90-ական թվականներին, երբ անորոշությունն էր իշխում հայոց աշխարհում եւ երեխաները մատնվել էին ինչ որտեղ անորոշության, որոնք դպրոցի փոխարեն փողոցն էին դարձրել կյանքի դպրոցը, որպեսզի նրանց կարողանար այդտեղից գտրել, ստեղծեց այս կառույցները, որպեսզի հայորդյաց տներից ներս երեխաները ձևավորվեին ոչ որպես պարզ անձ, այլ ձևավորվեին որպես հայորդիկ, որովհետև հայը նշանակում է ստեղծագործող, արարող եւ հայորդյաց տներից ներս երեխան դա էր սովորում։ Եվ փառք Աստծո, որ այսօր մենք ունենք 8 հայորդյաց տներ, ուր մի քանի հազար երեխաներ են սովորում, այդ նույն կրթությունը ստանալով, դրան զուգահեռ ստանալով նաև ազգային կրոնական դաստիարակություն այն առումով, որ ոչ թե ինչպես այսօր Աստվածաշունչը ներկայացում է որպես իբրև հրյական շահերին պաշտպանող մատյան, այլ Աստվածաշնչի մատյանի մեջ այն բոլոր գեղեցիկ դարձվածքները, որը մարդու մեջ վանում է անասնականը եւ մարդուն ձևավորում է որպես բանական բարոյական կերպար եւ ահա այս մեծ եւ բարձր գործին լծված են հայորդյաց տները, որոնք ի պատիվ ներկայիս կաթողիկոսի ինքն է եղել հիմնադիրը այդ կառույցների եւ առ այսօր այդ աշխատանքը շարունակվում է եւ մեկ ամիս է ես դադարել եմ այդ պաշտոնը ուրեմն այդ պարտականությունը ունենալուց, բայց նրանք ովքեր եկել եւ շարունակում են գործը անտարակույս պիտի շարունակեն այն, ինչ նպատակն է ամենայն հայոց կաթողիկոսի, որովհետև մենք իրականացնողներն ենք տեսլականի մեր վերադասների, ճշմարտությամբ ծառայելու մեր ազգին, հայրենիքին եւ սրբազնասուրբ եկեղեցուն։ Ես համավին եմ ձեզ հետ ի պատիվ ամենայն Բա անասնական փաստաթուղթը ով է ստորագրել։ Նիկոլ Փաշազադեն։ Գախնի ստորագրել են իրանք, որ նույնասերականները կարան ամուսնանան, նույնասերականները հիմա ուզում են օրհնանք, նույնասերականները ուզում են եկեղեցի, բա ինչի կռիվ է գնում ժողովուրդ ջան, բա վեհապարը չի ստորագրում այդ փաստաթղթերը, բա հենց վեհապարը չստորագրեց, մյուս օրը նոր Հայաստան, նոր հայրապետ հայտարարեցին Արշավը։ Վեհապարին ժոլտի կարտիչկա ցույց տվեցին։ Բա վեհապարը վերցրեց Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իբր թե Չախալյանը Միշիկ Մինասյանի հրահանգով, Միշիկ Մինասյանը փողերն էր վճարում, ժողովուրդ ջան։ Չախալյանը, որ ձև էր բռնե իբր թե Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք են անում, քանի ամիս նստան փողոցներում ձև թափեցին, առաջներից էլ մեկը ես եմ վազել ստորագրել, գիտեմ թե իրոք պայքարա գնում, Չախալյանը, այլասերվածները իրան կուսակցության մեջ հավաքված նկարները նորից կհրապարակեմ, կնիգը մեգրելա, մեգրելների տակ Բերյան էլ է մեգրել, ջվուդներ, խազարներն են թաքնված ժողովուրդ ջան, ստորագրությունները հավաքեցին, էլան ասեցին, գիտեք ինչ են անում, այդ նիշաները զբաղվեցնում են պայքարի, որ մենք մտածենք պայքարա գնում, որ նստենք թախտին, սպասենք բախտին։ Չախալյանն ելնում ասում է, գիտեք, Նիկոլը գիշեր ելավ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրեց։ Նիկոլն ելավ Յուվենալնի կոնվենցիան ստորագրեց։ Այն որ երեխեքներին 4 տարեկանից պիտի ասեն, գիտեք, էսի մենակ ճիշիկի համար չի, էսի ուրիշ բաների համար էլ է։
10 տարեկան կլնի, որ երեխեն որոշի ինքը տղայա ուզում դառնա, թե աղջիկ։ Չախալյանն այդ գործն արեց Վատիկանի պյոսի, Սերժիգի պյոսի Միշիկ Մինասյանի փողերով, Վատիկանի փողերով, ժողովուրդ ջան, այս կռիվն ա գնում։ Լսեցիք ինչ ասեց Արշակ Սրբազանը ընտանիքի մասին, լսեցիք ինչ անեծքներ տվեց հողերից և եղեռնուց հրաժարվելու մասին։ Հիմա ընկել են եկեղեցիների հետևներից, որ մաքրում ա եկեղեցին, հասավ Ամերիկա, Դավոս, գիտեք ինչ փաստաթուղթ ա ստորագրվել այնտեղ։ Չգիտես ինչի, Տրամպը մի երկիր, որ ընդամենը 200 տարվա պատմություն ունի, են էլ գիշատիչի պատմություն, որոշել ա, որ են երկրագնդի ծերից, են կոնտինենտից, ինքը իրավունք ունի 20,000 տարվա, 20 դարից ավել մի երկրի ճակատագիրը ինքը որոշի, մեր եկեղեցիները հանձնելա Թուրքիայի հայացողության տակ։ США подписал меморандум. Турция получила права на христианское наследие региона. Уменակ Թուրքիայի տարածքում չէ, ժողովուրդ ջան։ Հիմա կարդում եմ։ В последние часы работы администрация Трампа подписала двухсторонний меморандум о взаимопонимании между США и Турцией. Հասկանում եք? Ուրիշ պետության պրեզիդենտը քո եղածի վրա խումար է խաղում։ Բոլոր օրենքները խախտելով։ Меморандум о взаимопонимании между США и Турцией, предоставляющий Турции законные права на обширное религиозно-культурное наследие коренных народов региона и других меньшинств, передает Армянский национальный комитет Америки. Соглашение было заключено в ответ на запрос правительства Турции, поданный более года назад. Туркиян димել Америкայի, Америкան Трампը տվել է։ Против этого шага протестовали АНКА, Греко-Американский совет лидерства организаций в защиту христиан, множество культурных и правозащитных организаций, включая Ассоциацию директоров Музея искусства, Комитет по культурной политике, Альянс глобального наследия, Международная ассоциация профессиональных нумизматов, Марка Հավաքողները։ Այսինքն ազգին տեղյակ չեն պայե, հայ ազգին տեղյակ չեն պայե, որ մի տարի առաջ իբր թե Թուրքիան դիմել է, այս հարցը մի տարի կա, հայ ազգը տեղյակ չի, մարկա հավաքողների տնօրենները видите ли забастовка են անում, бастовали против этого документа։ Նույն անգամ, ոնց որ բոլոր կուսակցությունները նստած են թուրքաջվուդները մեզ подставляют։ Ամբողջ եկեղեցիները հանձնված է, վաղը կլինի բուլդոզերը գտնի սպլաշնոյ, քանի եկեղեցի կա, այդքան բուլդոզերներ գհանի կգցի մեր եկեղեցիների վրա, քանդեն հիմնովի մեր պատմությունը, մեր ամեն ինչը, բոլոր փաստերը, որ դա հայոց հողերն են։ Հիմա բոլորս էլ տեղյակ ենք, որ փետրվարի երկրորդ կեսին մայրատորը ստիպված
ստիպված ժողովը պիտի անցկացնի Ավստրիայում։ Քանի որ ստեղ տեսնում ենք ոնց են հարձակվում եկեղեցու ու հոգևորների վրա, վեհապարը որոշել է, որ ավելի ապահով կլինի, որ արդ երկրում լինի, որ ստեղի խուլիգանությունը այնտեղ ռիսկ չանեն։ Հանել են ստորագրահավաք են հավաքում Գերմանիայում ու Ավստրիայում, видите ли, որ վեհապար իրավունք չունի այնտեղ անցկացնի ժողովը։ Այդ ով է ձեր ստորագրությունները ստուգելու, այդ ով է բարձրացնելու յուբկեն ու իջեցնելու շալվարները, տեսնեն թլպատվածներով հավաքեցիք ստորագրությունները։ Այդ դու գիտեք, թե առաջվա հայերն են միամիտ, որ տարակ Արցախը հանցնեցին, գոռում էի, չէին պատկերացնում, որ իրոք թլպատվածներ եք։ Հիմա խոսող գիտեն, այդ իբր թե Ավստրիայի ու Գերմանիայի հայերն են ստորագրահավաք կազմակերպել։ Ես դիմում եմ Ավստրիայի, Գերմանիայի հայությանը։ Հələ զբաղվեք, ովքեր են այդտեղ զբաղվում ստորագրահավաքով։ Զբաղվեք, հետաքրքրվեք, ով է զբաղվում մեր կյանքով, հայեր, հերիկա միամիտ եղնեք։ Եթե կարաք մեկի շալվարը իջեցրեք, կամ մեկի յուբկեն քաշեք գլխին, առանց ամանչելու, որովհետև սա իուդաներն են մեր Քրիստոսի դեմ, մեր դեմ կռիվ են տանում։ Հիմա այդ ինչի Նիկոլ Փաշազադեն կռիվ չտվեց, գնում է Տրամպի ոտերն ալիզում, այնտեղ մի հատ Դավիթ Սուրպ եկե փրճոտ, ասում է ինքը լայվ արեց, Տրամպը նայեց, էդի առանցին հետո գխոսամ ժողովուրդ ջան, ասում է Տրամպի ձեռքերը լիզեք, պաչեք, որ մեզ փրկեց, թուրքերը իրանց կոդորում են, Սյունիքի կամուրջն են ուզում, ասում է ձեզ փրկեց, կամուրջը տվեց։ Բա որ այդքան Տրամպի հետ լավ ես, Նիկոլ Փաշինյան։ Բա գնար մի թապել ձերքերը պաչեր, մի բամ էլ այնտեղ չգիտեմ, Կլարա Ցետկինը Տրամպին պաչեր։ Ասեր թուրքերին մի տուր եկեղեցիները, մաքրում եմ։ Թուրքերին ինչ ես տալիս եկեղեցիները, մաքրում եմ։ Թե նպատակը ծա այդ։ Հիմա ժողովուրդ ջան, ուրիշ հարց առաջանում։ Ինքը հələ դնեմ միան, որ ինքը ոչ ունեցել է, ոչ էլ ունի էլեկտորատ։ Ժողովուրդ չունի, կախվեմ, խաչվեմ Քրիստոսի նման, աբացույցեմ, որ չունի։ Մամուլնա ինչքան դեգեներատ կա, կայնացնում նկարահանում են ու տարածում են այդ ամեն ինչը, որ հայերը դեգեներատ են, զոմբի ժեխեն Նիկոլ են պաշտում, Նիկոլի Կլարա Ցետկին են պաչում։ Նիկոլի Կլարա Ցետկինը իրանց Կլարա Ցետկին ու Ռոզա Լյուքսեմբուրգներն են միան պաչում։ Հիմա ինքը ընդամենը 3 միլիոնանոց Հայաստանի վարչապետն է։ Դնենք միան, որ ինքը էլեկտորատ չունի, ընդրող չունի, սաղ սարկածը, դնենք միան, տուպը հաշվարկ եմ անում, 10 միլիոնի ամբողջ հայության վեհապարը համայն հայության կատողիկոսն է, ինքը Հայաստանի վարչապետն է, փաստաթղթերով ուղղակի։ Ինքը ինչ իրավունք ունի, ինքը որ իրավունքով այլ է ամբողջ հայության վեհապարի
հարցնալուծում կամ ամբողջ հայության եկեղեցու հարցնալուծում։ Դե թող թուրքերի ձեռից փրկեր մեր եկեղեցիները։ Հիմա, եթե ինք 3 միլիոնա ներկայացնում, իսկ վեհապարը 10 միլիոն, ինքը 10 միլիոնի տեղ բերել է 10 հատ եպիսկոպոս, հա? Թլպատվածներ, ժողովուրդ ջան։ Այս գլուխս տեսնում եք, այս գլուխս, Նիկոլն ուզում է ինձնից ազատվի։ Թող մեկնի շալվարը իջեցնի ու արխային գայեմ գլուխս կդրի։ Я свою голову даю на отсечение, որ իրանք թլպատված են։ Թող աբացույցի։ Թող իրան շալվարը իջեցնի, աբացույցի, որ Մագդան սխալ է, ինքը ճիշտ։ Պատրաստ եմ, գլուխս դնում եմ նժարին։ Թող իջեցնի իրան շալվարը, ասի Մագդան այսքան գոռում, իրանից դուրս է գոռում։ Բա գժանոց էին ինձ փորձում տանել, որ սրսկեն, գժվցնեն։ Դե երազանքը էսա։ Նպատակիդ կարաս հասնես, Նիկոլ Փաշազադե։ Գլուխս դնում եմ նժարին։ Շալվարը դիչեցրա աբացույցի, որ դու թուրք չես, ջվուտ չես, թլպատված չես։ Ես իմ խոսքի տերն եմ։ Համայն աշխարհը ուղիղ կապ միացրեք, հրապարակում գլուխս կտրեք։ Ժողովուրդ ջան։ Հիմա 10 միլիոնի դիմաց բերելա 10 թլպատվածի ստորագրություն։ Նստան թուղթը գրեցին անօրինական։ Այսինքն ամեն մի միլիոն հայ ստորագրության տեղ բերելա մի հատ ստորագրություն։ Ճիշտ եմ հաշվում։ Եթե ինքը 3 միլիոն հայ է ներկայացնում իրան արևին, 3 հոգու ստորագրությունա պետք ըստ իրան մեթոդներով կլին վշիբայոտ իրան հանելու համար 3 ստորագրությունով ժողովուրդ ջան եթե 10 ստորագրությունով ինքը իրան իրավունք է վերապահել 10 միլիոն հայ ազգի հələ 10 միլիոն ասում եմ մենք 100 միլիոնից ավել ենք այդ լավ իմացեք 10 միլիոն հայի տեղ բերելա 10 ստորագրությունով ուզում է ամենահայոց վեհապարին հանի, խնդրեմ 3 ստորագրությունով 3 միլիոնի վարչապետին հանենք, չաշված, որ 3 միլիոն էլ վարչապետ են։ Եթե նրանք հոգևոր եպիսկոպոս են ընդամենը, մենք էլ ամեն մեկս վարչապետ ենք, նիմնոգը նիմալը։ 3 վարչապետի ստորագրությունով մի վարչապետ կարանք հանենք։ Եղավ ժողովուրդ ջան։ Ինձ բոլորը հարցնում են Մակ, ինչ ելք ես տեսնում։ Ժողովուրդ, հայեր, եթե դուք սպասում եք ընտրություններով հարց կարաք լուծել, միամիտ մի եղեք։ Ես էլ հույսով էի, մտածում էի 35 տարի, մեզ խապել են, որ Քոչարյանը հերոս է։ Պարզվեց, հերոսը միշտ է հերոս։ Միմինոյի նման, ասեց գնացի դուրը խպեցի, Միմինոն, որ ասում է, я постучал в дверь, сказал, я тоже хочу, զուգարան։ Ասմա ես բունկերի դուրը խպեցի, ինձ դուրը չբացին, հերոսությունն այդքան էր, դրա համար ինքը չփրկեց Արցախը։ Հիմա, չնայած որ չհավատայի ժողովուրդ ջան, պուչի Գասպոդնի неисповедимы, ես իմ անկեղ սրտով գնացել եմ իբր թե հերոս փրկելու, պարզվեց այնտեղ միակ հայը ես էի։ Պարզվեց ասու ագենտն էի։ Գնացել եմ, սաղ տեսել եմ, հասկացել եմ, կասկածել եմ, հասկացել եմ, ու ազգին տեղյակ եմ պահում ու ոչ միայն ազգին ամբողջ աշխարհին, թե ինչա կատարվում։ Ընտրությունների
վրա հույս մի դրեք։ Մուկուչյանը Սերժի օրով նգարեց, Նիկոլին մի անգամ նգարեց, երկրորդ անգամ նգարեց։ Բա որ ներկաները նախկինների դեմ են, Մուկուչյանը ոնց մնան Սերժիկին Մուկուչյանը։ Բա ոնց Սերժիկի համար նկարում էր, նույնը նկարեց Նիկոլի համար։ Այնց որ միամիտ մի եղեք։ Այնոր Ռուբեն Հակոբյանի պատգամավորի ելույթը լսեցի 95 թվի կարծեմ ընտրության մասին, ասում է մեզ պարզ ասեցին քորի խումբը, որ եթե անգամ դուք 100%-ով ձայն հավաքեք, մենք ձեզ իշխանություն չենք տա։ Հասկացաք, թուղթ ու գրիչով այս հարցը չի լուծվի։ Աստվածն ասելա паднявший меч отмечает погибнет։ Դուք հարցնում եք ինչ անեն։ Դուք հարցնում եք լիդերնովա։ Այն որ ձեզ ասում են, որ նշտեն ասելա տագանք դավաճան հայեր, նշտեն այտենց բան չեր կարա ասել։ Էդի նժդեի բերանով տարածեցին, որ հայը չֆայմի, որ շալվարի մեջ թլպատված է, յուբկի տակ թլպատված, ասեմ իմանաք դրանց կանայքն էլ են թլպատված։ Որ մենք մտածենք, որ մենք այսենց կեղտ ենք, քխ ենք, զզվելի զոմբի ժեխ ենք, նժդեն բա ասելա, չէ, տագանք հայ դավաճանները, նժդեն ասելա, օ իմ սուրբ հայ ժողովուրդ, քու ամենադաժան պահին ես աներևույթաբար գկամ կհասնեմ քո փրկության։ Ասելա մեռնեմ էլ գկամ։ Էգելա չեք հասկանում, ժողովուրդ ջան, նժդեն մեզ թողելա պատգամ, ինչի համար կռվել։ Ասելա, որ ես ունեմ երկու հենարան, Աստված և հայրենիք։ Գուրգեն Յանիկյանից էլ որ խոսացի, Նեմեզիս էր կազմակերպել։ Նեմեզիսը, Յանիկյանի Նեմեզիսը, նժդեի գաղապարով հանուն Աստծու և հայրենիքի, ներսից պիտի ասկսվի։ Ներսից, Նեմեզիս, թշնամին տունդ նստած է, հայ ասկ, տունդ նստած է, են որ ասում են 3 հայ հավաքվենք, մեկը երորդը դավաճան կլնի, երորդը ինքն է, հաշվարկն էլ գիտեն, 3 միլիոնի մեջ 1 միլիոն իրանք են, ամեն երորդը ուր կուխես, իրանց գլուխն է։ Այ այդ 1 միլիոնը պիտի ջարտվի, երգիրը մակրվի, ժողովուրդ ջան, դու տես աշխարհի ինչ կան թշնամի ունես դրսից, չոկելու են դեմդ, չոկելու են կամավոր են խնդրելու, հողերը վերցրեք, մենակ թե մեզ սաղ թողեք։ Իսկ են, որ Ժիրինովսկին ասում է իրանց մեթոդի մասին, страх, 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 нагоняйте на них страх, и вы получите от них все, что вы хотите։ Երբ որ ջվուդը, որ ուզեցավ ամբողջ աշխարհը վերցնել ու իրանց բոզերի միջոցով տարածվել են ամբողջ աշխարհով մեկ, երբ որ ինք իմանա, որ ամբողջ աշխարհն էլ ավ իրան դեմ ու ինք այս անգամ այս պետությունից են պետություն փախնել չի կարա, всё, запретная зона է, այ страх клин-клином вышибает, իրան տեղում ոնց որ աշուն կյանջը ծրդից սատկում ընգնում է, էտենց իրանք տեղում սատկելու են։ Ես ձեզ լուրջ բան եմ ասում, թե էլ եք ուզում ես անեմ շալվարները իջեցնեմ։ Երկու հոգու չէ, մի հոգու շալվարը իջեցնեք հայ տղամարդիկ, մի հոգու շալվարը իջեցնեք,
Զենքը ձեր զենքը հայ տղամարդիկ, հայ ազգ, ձեր զենքը իրանց շալվարների մեջն է, իրանք հիմա իրանց եղած պոլուֆաբրիկատից շամպես վախենում են այդ պասպորտը տեսնեն, քորը պասպորտները փոխեց իրանք արխային տարածվան տարականի նման, բա սատանեն նիմի շլմովը նիմի օին բերեց, իսկական պասպորտը փոխել չեն կարա, թե գնանց Չինաստաներ ուրեր գնանց կծոն քծեց, եկավ, այդ կարն էլ կստուգենք, ոչինչ, պլաստիկ օպերացիա արեց, եկավ, թե ինչ, թակ մի հոգու շալվարը իջեցնեք, ժողովուրդ, փաստացի, ազգը տեսնի, որ սրանք ջվուդներն են, հիմա մեզնից բացի հենց ջվուդներն են գորում, բա այն որ մենք կսկսեցինք հայրովս կռիվ լկտի քֆուրները տալով գիտեն թե մենք պիտի փախնենք պատերազմի դաշտից սովորեն որ հայը ամոթ ունի նժարին դրած էր ամբողջ մի հայ ազգի կյանքը եւ հայոց օջախը այո մենք եղանք ուժեղ հայերովս հիմա քֆուրներն իրանք են ստանում Թակ մի հոգու շալվար, հաբացույց որպես մեր ճշմարտությանը, հիմա ինչքան ջվուտ կան բանի տեխնոլոգիայով, գողը սաղից շուտ է ասում, բռնեք գողին, հիմա սաղ ծագերի ջվուտներն արդեն հորում են ջվուտ, որ մեզ հայերիս հայտարարեն, իրանք ջվուտ հալով մեզ հայտարարեն, որ ջվուտը մենք են հարձակվեն մեր վրա, դա են ուզում անել, Դա են ուզում անել հայեր, նորից տեղերով փոխվեն։ Մեր հոգու շալվարի ճծրեք, մի հատ պալիտոլը գա, մի հատ պատգամավորը, մի հատ չգիտեմ Նիկոլա, մի հատ նախարարը, չեք տեսնում, կերել են չեն քակել։ Մի 5 տարի առաջ նգարները նայեք, Սատկում են ոտի վրա, հիմա կադրերի մեջ գլուխներ իրանց չի տեղավորվում, թակ մի հոգու շալվար, իջեցրեք գոյն է ինձ ստուգելու փորձելու համար, ճիշտ եմ ես թե սխալ, մեկն ու մեկի շալվարը իջեցրեք ժողովուրդ, ազգովի մի հատ շալվար չեք կարա իջեցնեք, էդ էլ ես անեմ, համարը արել էի, էջմիածինում, տեսակ ոնց պավարոտ տվին փախան, Ամբողջ շակալի խումբը պավարոտ տվին փախան, հաճած մի հատ, ու փախավ, դե այդքան տղա էր թող աչքերս հաներ։ Պատմեմ ձեզ մի հատ պատմություն էլ ժողովուրդ ջան, ուրեմն ծաղկևանքի մասին վիդեո եմ նայում, եկավ մեջը, Ես տեսնեմ կգտնեմ այդ վիդեոն, ուրեմն Հովանավանքի թուրքը, որ եկեղեցու բալանիները վերցրել է ու չի տալիս, զավթել է եկեղեցին, ուրեմն ծաղկևանքում եմ տեսնում ժողովուրդ ջան, այնտեղ վիդեո ռոլիկներ է շուտվանից հանել, գնում է իբր թե այնտեղ ժողովրդին աղոթելու, այդտենց իբր թե հայ առաքելական եկեղեցու հոգևորը իսկական հայ է, այդտենց հայերին խաբել են։ Ուրեմն անունը չգիտեմ էլ ինչ է։ Լսի քեզ ինչ եմ ասում, թուրք, Հովանավանքի եկեղեցին Քեզանով անող հենց Սուրբ Վարվարայի զորությամբ դու տապալվելու ես քո ամբողջ Գերտաստանով
Քոեն աղբերն էլ որ դեր սուդ նստած է առաքելական եկեղեցում իբր տեն էլ կաթողիկոսի կողմնագիցն է միջև Թաժազադանի տան ուրեմն մի զույգ է խնդիրներ ունեն երեխեքը ամուսնացած էին ասել եմ գնացեք Սուրբ Վարվարա Այնտեղ ջուր կա չգիտեմ ով որ չգիտի ժողովուրդ ջան աշտարակում է Արայլերի դոշինա սենց ասեմ հա որ գնում եք դեպի Արայլերը հենց այդտեղ է Քարանձավը Հունաստանի թագավորի աղջիկը սիրահարվել էր հայի մեր քրիստոնյությունն ընդունել հերը տնից լարելա եկելա ոտով հասել այդ Քարանձավը ու այդտեղ լացելով ապրելա ու այդտեղ մահացելա այդտեղ էլ իրան գերեզմանոցն է 4-րդ դարն է ժողովուրդ ջան գերեզմանոցը հենց Քարանձավում է իրան մեռնելուց հետո այդ քարերի արանքներից ջուր է սկսել կատալ, որը մեծ զորություն ունի։ Դրա համար կոչվում է Վարվարայի արդյունքները։ Ծաղկե վանք է կոչվում ժողովուրդ ջան։ Ուրեմն այդ զույգին ուղարկեցի, ասեցի գնացեք Սուրբ Վարվարային, խնդրեք, աղոթեք, թող Աստծուն խնդրի, երեխա ունենաք։ Ասել եմ ջուրը կբերեք, կխմեք, կքնեք ու երեխա կունենաք։ Ինչ որ ճիշտ է, մարդիկ տաքսի վերցրել են, սեփական ավտո չունեն, գնացել են, մի շուշ ջուր էլ ինձ են բերել։ Առավոտ տեսնեմ, նստած եմ հիմնարկում, մենց տորտով, ուրախ եկան։ Զարմացա։ Կինը պատմեց, ասեց, որ իրիկուն, ասեցի Մագդան ասելա սուրբ ջրից խմենք, նոր քնենք։ Ասելա ինչ ես ուզում ասել։ Այս ջուրը պիտի խմենք նոր երեխա ունենանք։ Ասելա այս մադիս վրի գորդնուգը փոքր վախտվանից չի անցնում։ Ինչ արել եմ չի անցնում, անգամ կիսլատայով եմ վառել այդ գորդնուկը դուրս է եկել։ Հիմա ես մադը մծնեմ շշի մեջ, այդ ջրի մեջ, գորդնուկը կանհայտնանա ու վերցնում է իրոք մադը մծնում է շշի մեջ ինձ ձեռ առնելով ժողովուրդ ջան։ Առավոտ ելնում են գորդնուկը չկա։ Զարմացել է այստեղ են։ Կնոջ հետ նեգելա գործի տորտն արելա որ ուրախությունից երեխեն ունեցան, ասել եմ բարի լուրը նոր տարվան կստանաք ու նոր տարվան եկան ինչ շնորհավորեցին բարի լուրներ տվեցին։ Մեր սուրբերը ժողովուրդ ջան, մեծ զորություն ունեն։ Մեր զորությունը մեր հավատքի մեջ է։ Դրա կռիվն է գնում ժողովուրդ ջան, որ հավատացեք։ Տերաշուրյանը որ ասում է տերտերներին դիմեց, որ չվախենաք, անսասան մնացեք, ինքը գիտի ինչ ասում։ Ես մի 3 տարի առաջ իրան վիդեոն տեսա, ոնց է ինքը Զարե Աշուրյան, հա, Տեր Զարե Աշուրյան։ Իովայի վգաներին կայնացրեց, կանչեցին ոստիկանություն իրան վրա ու ինքը հաղթեց։ Դուք տեսնում եք, ես փողոցում ոնց եմ կայնում Իովայի վգաներին, ես եմ պարդադրում եմ իրանց, կանչեք, դուք ասում եք, որ
ես իրավունք չունեմ ձեզ հանելու, դուք կանչեք իմ վրա ոստիկանություն, ես ստիպում եմ իրանց կանչել իմ վրա ոստիկանություն, ժողովուրդ ջան, ու այդ իրանցով կանչած ոստիկանները իրանց հանում է։ Տեր Աշուրյանը ասելա վիդեոները հենց հարցակվում են, ժողովուրդ ջան, դուք էլ որ այդտեղ լինում եք եկեղեցիներ, ինչքան կարա գնացեք հիմա եկեղեցի։ Մենք պիտի տեր կայնենք մեր եղածին, որ մենք հաղթենք, իսկ դուք գնացեք առանց կասկածի, առանց վախի, ժողովուրդ ջան։ Դուք չեք պատկերացնում, ես ինչ փորձության մեջ էի, երբ որ գնացել եմ Էջմիածի։ Հավատացեք, իրանք չեն պատկերացնում, որ ես գխոսամ լայվերով։ Իրանք մտածին ես բերանս կփակեմ, անկամին զանգին ասին, որ էլի ասա, որ էլ չես խոսա։ Ես խոսացել եմ, խոսում եմ, ու գնաց Էջմիածին, եղավ են ինչ որ եղավ, են որ ասում էր ամսու 28-ին մտնելու է Նիկոլ Փաշինյանը մայրատորը գրավելու է, 31-ին մտնելու է գրավելու է հունվարի 6-ին Զադիգին, ամենավերջի ժամկետը, Բայրան Աստված էր հռչակել, որ Քրիստոսին ինքը պիտի փրկի։ Ամենավերջինը հունվարի 6-ին Զադիգին ինքը կգնա կնստի այնտեղ Փաշազադեն։ Ռիսկ անում է մայրատորին մոտիկ կա, բա թլպատված պասպորտը շալվարի մեջն է, ռիսկ անի, հələ դուք ժողովուրդ ջան, եկեղեցի որ գալիս է, ընդամենը ասակ դու Քրիստոսի զավակ ես, թե Իուդայի զավակ ես, կարաս ապացույցես։ Ու բոլորըց լայվերը միացրեք, անգամ այդ հարց տալուց լայվերից միացրեք։ Տեր Աշուրյանը ճիշտ խորհուրդ է տվել, ես ինքն է օրինակ ինձ ծառայել, որ ես Իովայի վգաներին հանում լարում եմ։ Տնենց որ միամիտի Տերն Աստվածն է, ժողովուրդ ջան, մենք կհաղթենք, դուք հավատացեք Աստծու հաղթանակին։ Դուք հավատացեք, որ մենք ազգովի ամբողջ աշխարհի հայությունը մեր պապերի երազանքը պիտի իկադար լինի։ Մենք ամբողջ հայ ազգով մենց ու մանուկ մեր Արարատի լանջերին մեր պապերի քոչարին ապրելու ենք։ Նպատակ դրեք ու հավատացեք Աստծուն ու գործեք, չվախենաք, ումից եք վախենում։ Դուք չեք տեսնում իրանք ադին ռիսկ չեն ելնում։ Այդ գործ գայլերի նշանը որ դրել են իրանց, այն որ գել են նկարում բան, էդի տպավորությունն է, որ մենք իրանցից վախենանք։ Իրանք շակալ են, ողմագով են հարձակվում։ Այդքան կան ադինելն են։ Նիկոլ Փաշազադե, այս գլուխը տեսնում ես, երազում եք, որ բերանը փագի։ Ինչ ինֆորմացիա կա այս գլխի մեջն է։ 3 տարեկանից ինչ կարտացել եմ, ինչ լսել եմ, ինչ տեսնում եմ, սաղ ստեղ է, սաղ այստեղ է։ Այս քո կոմպյուտերները աշխարհին ոչ մի բան է։ Ստեղ լիքը ինֆորմացիա կա ու ինքը չի ժժնվում։ Որ պային ինչ միտք պետք է, այս ուղեղը տալիս է։ Ձեր բոլորի երազանքն այն, որ զանգել եք, ասում եք, էլի ասա, որ էլ չես խոսա։ Շանս եմ տալիս ձեզի։ Բերանս փակվելու, արի հրապարակ շալվարը դիճեցրա։ Շնորհակալություն հայր ջան։ Դու ունես շանս իմ բերանը փակելու, գլուխս կդրելու, արի հրապարակ շալվարը դիճեցրա, այդքան տղա ես արի։
Մարիա Զախիերովան էլ Կրեմլից ղժում էր, ճճում էր, ուրիշ ձև չկա ազգություն ու կրոնը ստուգելու, չէ չկա։ Այս գլուխս, որ երազում եք բերանս փագեմ ամբողջ աշխարհի ջհուդներովս, դնում եմ նա отсечение։ Նիկոլ Փաշինյան, տղա ես արի հրապարակ։ Քո Փաշազադեին էլ, քո Էրդողանին էլ, տո քո Տրամպին էլ, տո քո Պուտինին էլ, տո քո Ալիևին էլ, քո մորն էլ հետը։ Եղավ։ Այդքան տղա ես արի։ Քֆուրն էլ դրեցի, որ վիրավորվես գաս։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։